Ներողություն եմ խնդրում, շատ կարճ մի հարցադրում, այսօր իրավիճակը բավականին թեժ էր, աղմուկ լսվեց, բավականին գորգորոցներ, ծնողները ընդհուպ դուրս եկան, ինչ էր կատարվել, դուք ներսում էիք։ Բավականին թեժ չէր, ընդհանուր քննարկումը տևեց մոտ 6 ժամ, բավականին ծավալուն քննարկում տեղի ունեցավ, բոլորս գիտենք հարցի կարևորությունը եւ ցավոտ լինելը։ Ինչու ծնողները վրդովվեցին, պարոն Նազարյանին դուրս կանչեցին։ Ծնողները վրդովվեցին, որովհետեւ թեման է այդպիսին, ես որևէ լուրջ բան չեմ տեսնում, բնականաբար մարդիկ հուզված են, նեղված են ու դա բնական է, դրա համար հատուկ որևէ բան չի եղել։ Քննարկումները տեղի ունեցել բավականին կառուցողական եւ որոշակի իրանց ուզող հարցերին պատասխանել ենք։ Աշխատանքների հետ կապված շարունակությունը անպայման լինելու։ Կլինի կրկին հանդիպում։ Այո, փորձելու ենք, որ հանդիպումը առաջիկայում տեղի ունենա եւ մեր մնացած բոլոր այն հարցերը, որը գույքագրել ենք, դրանք կյանքի կոչենք։ Հանդիպման ավարտից հետո ծնողների շատերն նշեցին, որ հարցերի պատասխան որոշակի չափով ստացան, բայց շատերն պնդեցին, որ փնթի ջուր ծեծոցի աշխատանքեր իրականացվի։ Ինչը չէր բավարարել ծնողներին, պարոն։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցի շուրջ ավելորդ մեկնաբանություն չտամ, քանի որ բոլորս հասկանում ենք, թե դա ինչ ծանր եւ ցավոտ հարց է։ Եվ ծնողները բնականաբար հուզված են, դրա արդյունքում որոշակի տոնայնության, որոշակի քննարկումների ընթացքում ակտիվություն են ցուցաբերում, որը ես դա նորմալ եմ համարում։ Ժամկետ կա հանդիպման, նշվեց ժամկետը, կրկին մեկ։ Կոնկրետ օր չունենք հանդիպման, որովհետև բոլոր գերատեսչությունները ներկայացրեցին այս վերջի ընթացքում իրենց կատարած աշխատանքը եւ պայմանավորություն ձեռք բերվեց, որ նույն ձևաչափով, նույն հարցերի շրջանակներում ամեն գերատեսչություն իրականացնի իր կողմից նշված հարցերը եւ հետագայում կորոշենք նաեւ հաջորդ հանդիպման տեղը եւ վայրը եւ անելիքները։